Լիդիա ջան, ինչպես նկատեցինք, Բագրատ Սրբազանը դատական նիստին նշեց, որ նա առողջ է, դուք իր կողքն եք նստած, ինչ վիճակում է Սրբազանը այս պահին։ Սրբազանը շատ բարձր հոգեվիճակում է, այսպես ասեմ, իրեն կոտրել չեն կարողացել, ինչքան էլ որ փորձել են, ու մեր բոլոր սրբազանների մոտ է այդ վիճակը, ուղղակի այս վերջին շրջանում մի քիչ ոնց որ սկսեցին խոսել, որ սրբազանը առողջական խնդիր ունի, կարող է պայմանները համապատասխան չեն, Սրբազանն ասում է, ես խնդիր չունեմ եւ մի անհանգստացեք իմ համար, ես շատ առողջ եմ, կարող է այս իշխանությունը շատ ուզենային, որ ես վատ առողջ լինեմ, բայց ես շատ լավ եմ, շատ ավելի լավ եմ, քան բանտարկվելուց առաջ, այնպես որ իմ մասին շատ մի մտահոգվեք։ Այսօր տեսանք, որ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ՑՄԱ ազատազրկման որոշում կայացվեց, զուգադիպություն տեսնում եք այս դատական նիստերին եւ Բաքվում կատարվածի հետ։ Այդ թեմայով շատ են խոսել, հայելային կրկնություն է։ Ինչ կատարվում է այնտեղ, նույնը կատարվում է այստեղ։ Մենք իրականում այստեղ բանտարկված անձինքս բարեբախտություն ունենք, որ մեզ հայ անձինք են հսկում, այսպես ասած, բանտում ծառայություն մատուցողները հայ են, իսկ այնտեղ դուք պատկերացնում եք այդ թշնամական քարոզչության պայմաններում տարիներով, ասենք, ինչ քարոզչություն է տարվել ու հիմա հայ մարդիկ գտնվում են այնտեղի բանտերում։ Զուտ այդ առումով ինձ թվում է անհամեմատելի են ինչ որ կա, բայց նույն ձևով, ինչպես մեր հայ հայրենասեր անձինք պատասխանատվություն ստանձնած անձինք դատվում են Բաքվի բանտերում, նույն ձևով այստեղ Հայաստանում հայրենասեր անձինք եւ որոշակի պատասխանատվություն վերցրած անձինք, ոնց որ օրինակ Բագրատ Սրբազանը շարժում էր, չէ, առաջնորդում, հասկանալով, որ հնարավոր է ցանկացած ելք այդ շարժումը առաջնորդելուց, այդ մարդիկ հիմա գտնվում են բանտերում, այսինքն հայ հայրենասերները բոլոր տեղերում էլ երկու երկրներում էլ արժանանում են նույն վերաբերմունքին։ Ինչ է կարծում, որքան կտևեն դատական նիստերը, կարծես այսինքն ձգձգվում են օրեցօր, որքան ձեր կարծիքով կտևի։ Ծավալը շատ մեծ է ախր մեր գործի։ Ինձ թվում է տարիներով կլինի այս գործը, կարծում եմ մոտ մի 3 տարի ամենակիչը կտևի։ Հնարավոր է ինչ որ մի բան մտածեն, իրենց քարոզչական նպատակներով շուտ պետք լինի որոշակի դատական ակտ ունենան, ինչ որ գործողություններ անեն, ավելի շուտ նշանակեն նիստերը ու շուտ որոշում կայացնեն, բայց դա իրատեսական չեմ գտնում, որովհետև 34 հատորանոց գործ է, շատ մեծ է ծավալը ու կարող է նաև լավ է, որ այդքան մեծ է ծավալը, ինչ առումով եմ ասում, այսօր տեսակ, իրանք ներկայացնում են, ասում են, այս մասերը մենք ներկայացնելու ենք քննության ներկայացվող որպես ապացույց, մեղադրող կողմն է ասում։ Մեր կողմը եկել ասում է, բայ այդ որ ասում եք, ինչի՞ չեք այս մասերն ասում, որ ասում են որևէ բռնություն չպետք է գործադրենք, որևէ գործողություն չպետք է անենք։ Մանավանդ երբ որ ասում եք ինչ որ մարդ է խոսում, այդ մարդու անձը հայտնի չի, մարդը ինչ որ ասում է, այսպես պիտի անենք, բռնության կոչեր է, էլի անում, այսինքն հայտնի չէ այդ մարդը, ինչ որ մարդ եկել է Սրբազանին դու կոչեր է արել, ասել է պիտի բռնություն գործադրենք, դա դիտարկում են որպես մեղադրող կողմի ապացույց, իսկ այն որ ասենք Իգորը Սարգսյան կամ չգիտեմ Արտուրը Սարգսյան խոսել են այն մասին, որ որևէ բռնի գործողություն պետք է չանենք, նրանք չեք ներկայացնում։ Ինձ թվում է այսպես լուրջ մարտեր են գնալու դատական նիստերի դահլիճում ու չեմ կարծում, որ շատ շուտ հանգուցալուծվի այս ամեն ինչը։